Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգնի Սրբո ամեն։ Եվ նա կանչելով 12 առաքյալներին, նրանց զորություն եւ իշխանություն տվեց բոլոր դևերի վրա, նաեւ բժշկելու հիվանդությունները։ Եվ ուղարկեց նրանց քարոզելու Աստծո արքայությունը եւ բժշկելու ախտերով վարակվածներին։ Եվ ասաց նրանց. ճանապարհի համար ոչինչ մի վերցրեք, ոչ գավազան, ոչ մաղախ, ոչ հաց եւ ոչ արծաթ դրամ, երկու հագուստ մի ունեցեք, եւ որ տունն էլ մտնեք, այնտեղ գիշերեցեք եւ ապա այնտեղից գնացեք։ Եվ նրանք, որ ձեզ չեն ընդունի, որպես վկայություն նրանց դեմ, ձեր ոտքերի փոշին թոթափեցեք, երբ այդ քաղաքից դուրս ելնեք։ Եվ նրանք ելան եւ շրջում էին քաղաքներում եւ գյուղերում, ավետարանում էին եւ բժշկում ամեն տեղ։ Հիսուս իր առաքյալներին ուղարկեց ավետարանելու Աստծո արքայությունը եւ նաեւ բժշկելու։ Եվ ինչ է ասում։ Ասում է այդ առաքելության ժամանակ հոգ մի արեք ուրիշ բաների մասին։ Ձեզ հետ պարկ, հագուստ, հանդերձ, ուտելիք, արծաթ, դրամ մի վերցրեք։ Այս խոսքերը, որոնք ուղղված էին մեր Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտներին, կարծում եմ, որ որոշակի առումով խորհրդաբանորեն ուղղված են մեզ ամեն մեկիս, որ մենք իմանանք, ինչ պիտի անենք այս կյանքում։ Այս կյանքում մենք պիտի գնանք երկնքի արքայության ճանապարհով։ Եվ այդ ճանապարհին մենք մեր կյանքը պիտի հոգսաշատ չդարձնենք, չծանրացնենք։ Պարկ, քսակ, տուն, տեղ, տարբեր տեսակի հոգսեր մեր գլխին կուտակելով։ Միայն պիտի բավարարվենք այն, ինչ որ անհրաժեշտ է, որովհետև ավելորդ հոգսերն ու ավելորդ բեռները դժվարացնում են մեր ընթացքը, խանգարում են մեր ընթացքը, երբեմն նաև արգելք են հանդիսանում։ Շատ բեռներ տանելը դժվար է, երբեմն անհնար է։ Իսկ մենք ծանրացնում ենք։ Մենք կարծում ենք, թե մեր կյանքը նրա համար է, որ այդ բեռները մենք շատացնենք ու այդ բեռները կրենք։ Իրականում մեր կյանքը երկնքի արքայության ճանապարհով քայլելու մեջ է։ Եվ Քրիստոսն է Տեր ասում է. գնացեք ավետարանեք երկնքի արքայությունը։ Հրաժարվեք ավելորդ բաներից։ Եվ ասում է. ինչ որ ձեզ բաժին կհասնի, դրանով էլ բավարարվեք։ Որտեղ կմտնեք, որտեղ հնարավոր կլինի գիշերել, այնտեղ գիշերեք։ Իհարկե, ասում է կլինեն ոմանք, որոնք ձեզ չեն ընդունի։ Քրիստոս չի ասում փորձեք ապացուցել, փորձեք համոզել, փորձեք պարտադրել այդ մարդկանց, որոնք ձեզ չեն ընդունի, այլ ինչ արեք, ձեր ոտքերի փոշին թոթափեք նրանց վրա ու գնացեք։ Որպես վկայություն։ Ասում է առաքյալները այդպես էլ արեցին։ Հիմա այս աշխարհի մեջ մենք ավելի մեծ օրինակ ունենք մեր կյանքերի համար, քան այն մարդիկ, ովքեր Քրիստոսի անմիջական աշակերտներն եղան։ Քրիստոսից կրթվեցին, Քրիստոսից դաստիարակվեցին եւ Քրիստոսի հետևից քայլեցին։ Քրիստոսի ցուցումով ապրեցին իրենց կյանքը, Քրիստոսի հորդորով ու պատվերով ապրեցին իրենց կյանքը։ Եվ իր տեղում էլ մեր Տերը առաքյալներին ասեց գնացեք բոլորին այս ամեն ինչը սովորացրեք, ինչ որ ես ձեզ սովորացրի։ Մկրտեք նրանց հոր, որդու եւ Սուրբ Հոգու անունով եւ սովորեցեք, որ նրանք էլ պահեն աստվածային պատվիրանները։ Եվ այս պատգամը, այս պատվերը սերնդե-սերունդ առաքյալներից սկսած հասավ մինչև մեր օրերը։ Եկեղեցին երկու մեծանուն սրբերի տոն է կատարում։ Կղեմես հայրապետը, Ռոմի հայրապետ եւ Բագարատա եպիսկոպոսը, որը
Տորոմենո քաղաքի եպիսկոպոսներ, առաջի եպիսկոպոսը։ Սրանք ուղղակի կապ ունեին Քրիստոսի առաքյալների հետ։ Բագարատա եպիսկոպոսը եղել էր Պողոս առաքյալի աշակերտը։ Ապրել էին հենց առաջի դարում, առաքյալների ժամանակներում։ Պողոս առաքյալի աշակերտն էր եղել, որը Պողոսի կողմից ձեռնադրվեց եպիսկոպոս և կարգվեց Տորոմենո քաղաքի վրա, որ իր աղոթքներով նախ եւ առաջ եւ իր քարոզությամբ, ավետարանչությամբ, նաեւ իր սքանչելի հրաշքներով այդ ամբողջ տարածաշրջանը դարձի բերեց։ Ասում է քաղաքում 40,000 մարդու մկրտեց, քրիստոնյա դարձրեց։ Հələ պատկերացրեք, հեշտ է բերանով ասել, բա որ լսեք շրջակայքում ինչքան մարդու, 500,000 մարդու, շրջակայքի մյուս քաղաքների եւ գյուղերի բնակիչներին, այդքան մարդու մկրտեց եւ քրիստոնյա դարձրեց։ Ուղղակի հրաշալի մի եպիսկոպոս, հրաշալի մի հայրապետ, որի մասին ասում է հայ սմավուրքը այնպիսի հրաշապատումներ ունի, որ թվում է թե հեքիաթ է կարդում, թե ինչ հոգևորական էր, ինչ աշակերտ էր Քրիստոսի եւ ինչպիսի գործեր էր անում։ Նույն ժամանակների իրեն ժամանակակից էր նաեւ Կղեմես հայրապետը, որը Ռոմի հայրապետն էր, Պետրոս առաքյալից հետո առաջի հայրապետը Ռոմի Պետրոսն է համարվում, Պետրոս առաքյալից հետո երրորդ կամ չորրորդն էր։ Պետրոս առաքյալի ձեռքով էր մկրտվել, այսինքն ինքն էլ աշակերտ էր առաքյալների, Պետրոս առաքյալի ձեռքով էր մկրտվել եւ եղավ Ռոմի հայրապետ, զորեղ հայրապետ եղավ։ Երկեր է թողել մեզ, աստվածաբանական, եկեղեցաբանական։ Այս երկու սրբերն էլ ապրեցին դժվարին ժամանակներում։ Ինչ դժվարին ժամանակ, առաջի դար, երբ քրիստոնեությունը հալածված էր, երբ իրենց ուսուցիչներին, առաքյալներին խաչում էին, գլխատում էին, թրատում էին, նահատակության էին ենթարկում։ Բայց այդ ամեն ինչ իրենց չէր վախեցնում։ Իրենք Քրիստոսի խոսքին հետևելով ավետարան էին քարոզում ամենուր, հիվանդներ էին բժշկում, դևեր էին հանում։ Եվ այսօր մենք հավաքվել ենք այս երեկոյան ժամին այստեղ կատարելու այս սրբերի հիշատակը եւ խնդրելու իրենց բարեխոսությունը, որպեսզի մենք էլ վերադառնանք այս պատգամներին ու պատվիրաններին, որպեսզի մեր կյանքերի նպատակը լինի այս պատվերներ, ինչ որ տվեց մեր Տերը իր առաքյալներին, աշակերտներին։ Մեր կյանքի նպատակը լինի երկնքի արքայության ճանապարհով քայլելը, մարդկանց երկնքի արքայության մասին խոսելը, ոչ թե դեսից դենից հավաքվենք խոսենք, ոչ թե քաղաքականությունից խոսենք, ոչ թե տնտեսությունից խոսենք, ոչ թե կենցաղից խոսենք, ոչ թե երաժշտությունից, ոչ թե ինչ-ինչ բաներից, փուչ բաներից, անօգուտ բաներից, այլ խոսենք ավետարանից, խոսենք երկնքի արքայությունից, որտեղ սա է ճշմարիտը։ Գիտեք, ես ուրախ եմ հիմա եւ ուրախ եմ այսօր։ Եվ ինչ է ուրախությունս։ Ուրախությունս անանց ուրախություն է։ Ուրախությունս այս աշխարհի ուրախությունների պես չի, որովհետեւ այս ուրախությունս կապված է հոգեվորի հետ, կապված է Քրիստոսի հետ, կապված է Աստծո հետ, կապված է պատարագի հետ, այսինքն իրողություններ, որոնք անանց են։ Մինչդեռ աշխարհի բոլոր տեսակի ուրախություններն ու երջանկությունները ժամանակավոր են, անցավոր են, փուչ են, ունայն են։ Ավելի մեծ ինչը կարա մեզ ուրախացնի, քան Տիրոջ անունով հավաքվելը։ Ինչ ավելի շատ կարա մեզ ուրախացնի, քան Սուրբ Պատարագին մասնակցելը։ Ինչն է ավելի փափագելի կամ ցանկալի, քան Սուրբ հաղորդություն ստանալը, Տիրոջ հետ միավորվելը։ Գիտեք, որ մենք նայում ենք այսօրվա մեր շրջապատի աշխարհին,
փոթորիկներ, փոթորկումներ, վայրովերումներ, տարուբերումներ, չգիտեմ, անկումներ, վերելքներ, չգիտեմ, հազար ու մի բաներ, չեմ ուզում վատ բառեր օգտագործել։ Ինչ է կատարվում մեր երկրում, մեր շրջապատում, եւ այս ամենի մեջ, որ խրվում ես, սկսում ես խեղդվել, սկսում ես շնչահեղձ լինել, սկսում ես տրտմել, բայց այս ամեն ինչը մի բանի համար է, որպեսզի մեզ կտրի Քրիստոսից, որպեսզի մեզ կտրի Աստծուց, որպեսզի մեզ խափանի պատարագից, եւ անընդհատ այդ առիթները կա, համավարակի ժամանակները, պատարագները արգելվում էր, պատարագները փակվում էր, պատարագը պիտի լիներ առանց ժողովրդի, հիմար անմիտ բաներ, Փառք Աստծո, անցանք դրա միջով, հիմա նորից, հիմա էլ ուրիշ տեսակի գայթակղություններ, որպեսզի մարդիկ գայթակղվեն, եկեղեցի չգնան, պատարագի չգնան, որպեսզի թողած աղոթքը, թողած պատարագը տեսակ հիմարություններով զբաղվենք, ում կողմից ես, ում թիմից ես, ինչից ես, ով ես, ինչ ես, մենք բոլորս Քրիստոսի կողմից ենք եւ բոլորս Քրիստոսինն ենք, մենք այս մասին պիտի մտածենք, եկեղեցին կողմեր որոշելու տեղ չի, եկեղեցին Աստված պաշտելու տեղ է, եկեղեցին Քրիստոսի հետ լինելու տեղ է, եկեղեցին Քրիստոսով ապրելու տեղ է, եւ այսօր բոլոր այն փորձերը, որ փորձում են եկեղեցին քաշել տեսակ հաշիվների, հաշվարկների, գործընթացների մեջ, սրանք բոլորը ձախողվելու են, ով է մնալու, մնալու է նա, ով աղոթում է, մնալու է նա, ով պատարագ անում, մնալու է նա, ով ավետարան է քարոզում, մնալու է նա, ով ընթանում է այնպես, ինչպես մեր Տերն ասեց։ Եվ այսօրվա Պողոս առաքյալի թուղթն էլ Փիլիպեցիներին ուղված, ուրեմն իմ սիրելիներ եւ ցանկալի եղբայրներ, ասում է Պողոս առաքյալը, որ իմ ուրախությունն ու պսակն եք, այսպես հաստատուն մնացեք ի Տեր սիրելիներ, միշտ ուրախ եղեք Տիրոջով, դարձյալ եմ ասում, ուրախ եղեք, թող ձեր հեզությունը հայտնի լինի բոլոր մարդկանց, Տերը մոտ է, հոգ մի արեք, այլ աղոթքներով եւ աղաչանքներով մեր խնդրանքները գոհությամբ հայտնի թող լինեն Աստծուն, եւ Աստծո խաղաղությունը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը եւ մտածումները Հիսուս Քրիստոսով։ Այս օրերի մեջ հուզումների մեջ ենք, բայց այդ հուզումների մեջ մի բան կա, մենք միշտ մտածում ենք, կա այս կողմը, կա այն կողմը, մենք այս կողմում ենք, մենք այն կողմում ենք, ով որտեղ է, ով ինչ է, մենք երբեմն մոռանում ենք, որ այս կողմից էլ, այն կողմից էլ վեր կա Աստված, որը վերևից նայում է եւ շատ հաճախ ծիծաղում է մեր վրա, ասում է, ով անմիտներ, ինչի հետև եք ընկել, թողած երկնքի արքայությունը, այս աշխարհի մեջ փառք եք փնտրում, իշխանություն եք փնտրում, առաջնություն եք փնտրում, հետություն եք փնտրում, մեկդ մեկին հաղթել եք ուզում, չկա հաղթանակ, հաղթողը մեկն է, մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ խաչի վրա հաղթեց մեղքին, մահվանը եւ աշխարհին եւ մեզ բոլորիս կյանք պարգևեց։ Թող Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը, լույսը, աղոթքը, օրհնությունը, ավետարանը մեզ հետ լինի, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն, նաեւ այսօրվա տոնելի սրբերի բարեխոսությամբ ամեն։